Պարոն Դանելյան, ամանորին ընդառաջ ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար էին ստացել։ Դուք որքան եք ստացել եւ ինչ եք արել ձեր պարգևավճարով։ Ոչ միայն իմ պարգևավճարները, այլ իմ եթե միգուցե նաև անհամեստ հնչի, ես նաև իմ աշխատավարձները միշտ սոցիալական ծրագրերի վրա եմ ծախսում այդ գումարները, այսինքն բազմաթիվ մարդկանց օգնելու, աջակցելու, նաև իմ նաև շատ գործունեություն, որ ես ծավալում եմ, օրինակ մարդկանց օգնելու, աջակցելու, իրենց հոգսերը թեթևացնելու, շատ ժամանակ ճիշտ չէ եւ էթիկապես ճիշտ չի, որ այն մարդկանց, որոնք որ մենք աջակցում ենք, օգնում ենք, ասենք այդ անունները տրվեն կամ դա ինչ որ PR ակցիա անենք, այսինքն ես նաև իմ էջերում որոշակի առումով է դրա մասին անդրադառնում եմ սոցիալական ծրագրեր, մարդկանց աջակցության ծրագրեր եւ ամանորից առաջ եւ ամանորից հետո մենք այդ ծրագրերը բարբերաբար իրականացվում են եւ հետ այսօր էլ այդ ամեն ինչը իրականացվելու է, դա կանգ չի առնելու, բայց եթե ես տամ այդ անունները այն ընտանիքներին, որոնց որ ես աջակցում եմ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, ծնողազուրկ, որոնք որ պատերազմի ընթացքում ուրեմն կորցրել են իրենց խնամակալներին, նաեւ այլ սոցիալական աջակցության, այլ ծրագրեր, նաեւ, չգիտեմ, դա ես չեմ համարում ասել է, բայց նաև պարենով, սննդամթերքով եւ այլ հիգիենայի պարագաներով օգնելու, բայց ճիշտ չեմ համարում այդ ամեն ինչը տեսախցիկների առաջ ներկայացնել, բարձրաձայնել։ Դուք գիտեք նաև որ շատ կարեւոր մի հանգամանք կա, ազատությունից զրկված մեր ընկերների, մեր հայրենակիցները որ կան, այսօր շատերն են խոսում, որ մեր ընկերները անազատության մեջ են, բայց քչերի մտքով անցնում, շատ չեն այդ մարդիկ, որոնք որ մտածում են նաև այդ ընտանիքների սոցիալական վիճակի, այլ հարցերի եւ այլ։ Այսինքն շատ փակագծեր կա, շատ ճակերտներ կա, որ չի բացվում, բայց կներեք էլի, մենք այս ընթացքում ցույց ենք տվել, որ ոչ թե մենք շոու բեմադրելու համար ենք, այլ ռեալ գետնի վրա մարդկանց եւ աջակցել ենք եւ շարունակելու ենք աջակցել։ Էթիկապես ճիշտ չէ, որպեսզի մենք, չգիտեմ, էլի, ասենք, այսքան աջակցություն ենք ցուցաբերել։ Արդարացված եք համարում այդ գումարը, որ ստացել են պարգևավճար, պատգամավորները, արդյոք արժանացել էին այդ պարգևավճարին եւ ինչ են արել, որ ժողովրդի գրպանից այդքան գումար է տրվում պատգամավորներին։ Թող ինքը գնահատի ցանկացած պատգամավորի գործունեությունը, իր կատարած քայլերը, իր այս տարիների գործելավոճը կամ իրենց արդյունավետությունը կամ իրենց ակտիվությունը եւ ինքը թող իր սեփական գնահատականները տա։ Ես ուզում եմ մի բան ասել, միշտ էլ կան օգնության կարիք ունեցող մարդիկ, սատարման եւ աջակցության կարիք ունեցող մարդիկ։ Ես այն մարդն եմ, որ եւ մինչեւ պատգամավորական մանդատը վերցնելը եւ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո երբեք չեմ դադարել մարդկանց օժանդակելու, աջակցելու։ Դրանք ոչ թե տասնյակներով են, դրանք հարյուրներով են, եթե ոչ հազարներով են։ Բայց ճիշտ չեմ համարում, կներեք, ես այդ ամեն ինչը բաց ներկայացնել։ Կարծում եք, որ արժանացել են պատգամավորները այդքան պարգևավճար ստանալու։ Սխալ կլինի ասեմ, որ ես արժանացել եմ կամ ես արժանի եմ, ճիշտ չի լինի ասել, բայց ուզում եմ ասել ոչ թե խնդիրը նրա մեջ է, թե ով ինչքան գումար է ստանում, այլ խնդիրը նրա մեջ է, ով որքան է արդյունավետ ծախսում, ով ինչ չափով է, կներեք, աջակցում մարդկանց, ինչ չափով է մարդկանց խնդիրներով ապրում, ինչ չափով է զբաղվում մարդկանց հոգսերով, խնդիրներով, խնդիրներով, եւ մենք այդ ասպեկտից պետք է նայենք եւ գումարը չի տրվում պատգամավորին, որպեսզի սոցիալական այլ անձանց սոցիալական հարցեր լուծի։ Դա տրվում է պատգամավորին իր ծախսերի, իրեն պարգևավճար է տրվում։ Դե ես հետեւյալը ասեմ, էլի, պատգամավորի աշխատավարձը 600,000-ի չի հասնում։ Այսինքն 590,000-ի սահմաններում է աշխատավարձը կոնկրետ, կան նաև 250,000-ական դրամներ, որ տրվում են։ Ասում աշխատավարձը կազմում է մոտավոր 600,000 դրամ չի կազմում, իսկ 250,000-ական դրամներ տրվում են պատգամավորներին ծախսելու, այսինքն մարզային այցելություններ կազմակերպելու, իրենց ժողովրդի հետ ժողովրդից տրվում այդ 250,000-ը, թողեք ես վերջացնեմ
ավելացնեմ, 250,000-ը տրվում է հենց այդ նպատակներով, որքանով է արդյունավետ ծախսվում, ես ուրիշների տեղը չեմ կարող ասել, ես իմ անունից, մեր խմբակցության падգամավորների անունից կարող եմ ասել, որ մենք պարբերաբար այդ գումարները ուղղում ենք այդ սոցիալական ծրագրերին, այդ աջակցության ծրագրերին, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության, այդ գումարը այն հսկայական գումարը չի, որով որ կարողանաս օրինակ ես նաև իմ սեփական գրպանից եւ ինձ տրվող գումարից միշտ էլ այդ գումարները ծախսելու եմ եւ շարունակելու եմ ծախսել մեր ժողովրդին աջակցելու եւ սատար կանգնելու համար։ Որն է ձեր այս տարվա նպատակը, այսպես ասեմ, ինչ նպատակով եք դուք թվակողել 2026 թիվ։ Նախ այս տարեմուտին ես կցանկանայի, որ բոլոր քաղբանտարկյալները լինեին ազատության մեջ, բայց ցավոք մինչև հիմա գտնվում են ազատազրկման վայրերում, Բաքվում պահվող մեր պատանդառնված անձիկ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ առաջ պիտի ազատ արձակվի այնտեղից եւ իշխանությունները գիտեն, որ գործուն քայլեր չեն ձեռնարկում։ Իհարկե խաղաղություն եւ ի վերջո ամենակարևորը մեր երկրի փրկության համար եւ առաջընթացի համար շատ կարեւոր է, որ իշխանապողություն տեղի ունենա եւ այս ապազգային իշխանությունները չզբաղեցնեն այն պաշտոնները, որ մինչեւ հիմա զբաղեցնում են եւ մեծ արհավիրքներ են բերում մեր պետությանը, մեր երկրին։ Իշխանություններն ասում են, եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա խաղաղության գործընթացը կկասեցվի, առնվազն խաղաղություն չի հաստատվի։ Նախ պատերազմ, արհավիրքներ եւ դժբախտություններ բերել են այդ անձիկ, իրենց թեթև ձեռամբ այս ամեն ինչը տեղի ունեցել, 4 պատերազմ Նիկոլ Փաշինյանն է բերել, Արցախը Նիկոլ Փաշինյանն է հանձնել, Հայաստանի Հանրապետության տարածքները Նիկոլ Փաշինյանն է հանձնել, Թշնամական պետության բոլոր պահանջները Նիկոլ Փաշինյանն է բավարարում եւ մենք տեսնում ենք, որ Ալիևը դրանով չի բավարարվում եւ նոր պահանջներ է ներկայացնում իշխանություններին եւ իրենց վերարտադրությունից հետո նորից էլի մեր երկրին սպասվում են հերթական զիջումներ, մեր պետությունը շատ անելանելի իրավիճակում է հայտնվելու, նոր տարածքներ են զիջվելու, նոր արհավիրքներ է բերվելու եւ գիտեք Ադրբեջանի ծրագրերը, Ադրբեջանի նպատակները, այս իշխանությունները միայն ու միայն իրականացնում են հենց այդ նպատակները եւ այս առումով իրենց վերարտադրությունը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այսինքն իրանք ինչքան լինեն իշխանության, այնքան Հայաստանի Հանրապետությունը մղձավանջի մեջ է լինելու։ Ինչ է անում ընդդիմությունը, որպեսզի իրենք չլինեն իշխանության։ Ընդդիմությունը գիտեք, այս ընթացքում եւ փողոցային պայքարը նախաձեռնել եւ փողոցային պայքարներ իրականացրել եւ ազգային ժողովում շատ ակտիվ գործունեություն ծավալել, մենք հիմա էլ շատ ակտիվ փուլի մեջ ենք ներգրավել եւ այս առումով միգուցե դուք կարող եք հարց տալ եւ այդ հարցը տեղին կլինի միջև հիմա Նիկոլ Փաշինյանը եթե իշխանության է, ուրեմն մենք մեր գլխավոր նպատակին չենք հասնել եւ ձեր այդ հարցը տեղին կլինի, եթե տակ, բայց դա չի նշանակում, որ պայքարի արդյունքում մենք չենք կարող մեր նպատակներին հասնել։ Այսօր ավելի քան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վստահությունը չունի եւ բոլոր հարցումներն են ցույց տալիս եւ այդ իր ֆեյք պատարակները եւ չգիտեմ ուխտ երթերը եւ այլ ցույց է տալիս, որ իշխանությունը ժողովրդի վստահությունը չունի։ Իրենք վարչական լծակների հույսին են մնացել, իրենք բռնաճնշումների հույսին են մնացել, եւ դա վկայում է 60-ից ավելի քաղբանտարկյալներ, որ կան Հայաստանի Հանրապետությունում։ Մեր պայքարը հենց դրա համար է եւ հենց այդ պայքարն է, որ մեր ընկերները հիմա անազատության մեջ են։ Այսօր 17 մեր ընկերներն են, ընկերների դատն է գնում, դա հենց այդ պայքարի արդյունքն է, պայքարող մարդկանց անազատության մեջ պահելու եւ այնպես չի, որ այս ընթացքում մենք դադարեցրել ենք պայքարը եւ շարունակելու ենք ել ավելի վճռականությամբ եւ ել ավելի ուշ ու եռանդ պիտի գործադրենք, որպեսզի կարողանանք մեր նպատակներին հասնենք եւ այդ նպատակները հեռու չեն։ Ես վստահ եմ, որ 26 թվականը այն վերջնաժամկետն է, որ ինք լինելու են իշխանության, եթե արդեն հասնի բանը ընտրությունների, ես կարծում եմ, որ մինչև այդ էլ մենք պետք է ամեն ինչ անենք, որ
իշխանությունը ի վերջո հասկանա վերած արհավիրքները եւ հասկանա, որ ժողովրդի աջակցությունը չունի եւ կամովին պետք է հրաժարվի, բայց եթե հասնի բան ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը շանս չունի 50+1% հավաքելու։ Եվ մի հարց անհամեստ, ձեր հաքի վերարկուն որքան արժե։ Ինչ բրենդի է։ Ինձ ճիշտ ասած նվիրել են։ Ինչ բրենդ է։ Մոկլեր ֆիրմա է, ֆիրման է, բայց ինձ համար հագուստի արժեքը երբեք տենց էական նշանակություն չունի։ Ես ինչ տենց բրենդային հագուստներ հագնելու կամ ինչ որ, չգիտեմ, թանգանոց բաներ հագնելու տենց մեծ սիրահար չեմ, ինձ համար այն հագուստը, որ կոմֆորտ է, եթե հագուստը կրում եմ, կարա դա մի քանի հազար դրամից սկսած կամ մի քանի տասնյակ հազար դրամներ արժեն, ինչ որ գերթանկարժեք ինչ որ հագուստ կրելու ցանկություն չունեմ, հնարավորություն ունեմ, ցանկությունը չունեմ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հատկապես падգամավոր քաղաքական գործիչ շատ կարևոր է, որ այդ բրենդամոլությամբ չտրվի, այդ իմ կարծիքն է, բայց ամեն ոք իրավունք ունի հագնելու կամ կրելու այն ինչը, ինչ որ ինքը նպատակարարմար է գտնում, եւ այս առումով նորից եմ կրկնում, ինձ համար այդքան էական չէ։ Մամուլը գրեց, որ Աննա Հակոբյանի զարդերի արժեքը մոտ 8 միլիոն դրամ է։ Ուխտերթին մասնակցելու ժամանակ կրել էր Աննա Հակոբյան այդ զարդերը։ Ձեր կարծիքով երկրի վարչապետի տիկնոջը այդքան գումար որտեղից։ Ես ճիշտ ասած իրենց հայտարարագիրը չեմ նայել, չգիտեմ որքան են իրենք վաստակում, որքան դրամական միջոցներ ունեն եւ եթե կան հակասություններ իրենց դրամական միջոցների եւ ծախսվող գումարների, ուրեմն համապատասխան, չգիտեմ, էթիկայի հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, եթե տեսնեն, որ իրապես այդ ամեն ինչ որ դուք ասացիք, որ մամուլում կան, թող այդ հանգամանքները պարզվեն եւ ես կրկնում եմ, կլինի դա հանրապետության վարչապետ, կլինի падգամավոր, պետք է թափանցիկ եւ հաշվետու լինի ժողովրդին եւ իր դրամական միջոցների շարժերը եւ իր մուտքերը եւ ելքերը պետք է թափանցիկ ժողովրդին հաշվետվողական լինեն եւ պետք է այդ բացատրությունները տան, կապ չունի դու վարչապետ ես, падգամավոր ես, թե այլ պետական պաշտոնյա ես եւ եթե անհամապատասխանություն կա, այդ անհամապատասխանությունը պետք է համապատասխան գնահատականի արժանանա։